Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բաքվում վերջին հային էլ դատեցին ադրբեջանցիներն ուզում են, որ Արցախի հայաթափման օրերին Հակարիի կամրջից ապօրինաբար կալանված նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ադրբեջանական բանտում մնա 20 տարի, թեև Ալիևի դատախազը Ալիևի դատարանից ՑՄ ազատազրկում էր պահանջել նրա համար, հնարովի ապացույցներով շինծու գործի շրջանակում։ Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին Բաքվի ռազմական տրիբունալը դատապարտեց Ադրբեջանի դեմ պատերազմի ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու կեղծ մեղադրանքներով։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, որոնք գիտենք Ալիևի ուղիղ վերահսկողության ներքո են գործում, Վարդանյանը 10 տարի բանտում կլինի ևս 10 կանցկացնի խիստ ռեժիմով։ Ընտանիքն է արձագանքում։ Վճիռը սարսափեցնող է, բայց ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից եւ ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։ Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում իրավական պաշտպանության միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից։ Բաքվի բեմադրած դատավարական ֆարսը բնորոշելու համար Ռուբեն Վարդանյանը բանաձևել է ոչ թե դատ, այլ դատաստան։ Լսումներն անցան փակ դռների հետևում առանց միջազգային անկախ փորձագետների եւ լրատվամիջոցների ներկայության։ Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները դիմել էին Ադրբեջանի կառավարությանը դատական նիստերին մասնակցելու համար։ Բերժում ստացել առանց բացառությունների։ Մասնագետներն են փաստում, թե նախաքննությունը, թե դատաքննությունը միջազգային իրավունքի նորմերի եւ անգամ ադրբեջանական օրենսդրության կոպտագույն խախտումներով էին, ինչն էլ անհնար դարձրեց Վարդանյանի արդար դատաքննության իրավունքի իրացումը։ Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ռուբենին կամ նրա հետ առնչություն են ունեցել, հասկանում են նրա դեմ առաջադրված մեղադրանքների անհեթեթությունն ու անհիմն լինելը։ Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ բանտարկյալների դատավարությունը չէ, սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ որպես ամբողջություն։ Օրերս Ալիևի դատարանը կարեց նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական մյուս ղեկավարների վճիռը, նրանց ևս 20 տարուց մինչև ՑՄ ազատազրկման դատապարտելով։ Աշխարհի բաց աչքի առաջ խաղաղություն խաղացող Ալիևը պատրաստ է ժեստ ցույց տալ, լուծելով զնդանում կալանած գերիների խնդիրը։ Ոչ, նա պատրաստ չէ։ Ֆրանս 24-ի հետ հարցազրույցում սար ու ձոր ընկավ, հին ու նոր հիշեց, բայց այդպես էլ չկարողացավ ապահովագրել իրեն իր իսկ դիմակազերծումից։ It's the greatest shame on us as a people if we let Մեզ համար որպես ժողովուրդ մեծագույն ամոթ է, եթե թույլ տանք, որ մեր սեփական քաղաքացիները փտեն բանտում, փորձելով գովազդել այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը։ Ռուբեն Վարդանյանի որդին Դավիթն է ասել հեղինակավոր Reuters-ին. Արցախի նախկին պետնախարարի ընտանիքը կշարունակի բոլոր ջանքերը գործի դնել, ինչպես Ռուբենի, այնպես էլ մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման համար։ Կոչ են հողում նաև միջազգային առաջնորդներին ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները, պաշտպանելու նրանց իրավունքները, ապահովելու ազատությունը։ Հայ-ադրբեջանական խաղաղության համար Զայդ մարդկային եղբայրության մրցանակին արժանացած Ալիևը, ում հետ Հայաստանի վարչապետն առաջիկայում կիսելու է մրցանակային ֆոնդը, բացառում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ թշնամանքի հաղթահարումը։ Հանուն հաստատված խաղաղության էջը շրջել, ինչպես Ֆրանս 24-ի թղթակիցն է ձևակերպում, Ադրբեջանի նախագահը չի պատրաստվում։ Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության արդյունքում եւ ենթարկվել արդարադատության։ Նրանց տրամադրվել են փաստաբաններ, դատավարությունը բացարձակապես թափանցիկ էր, նրանց հանցագործությունները ապացուցվել են վկաների ցուցմունքներով, բազմաթիվ ցուցմունքներով եւ չկա որևէ կասկած նրանց հանցավորության վերաբերյալ։ Ալիևն այստեղ նկատի է առնում շուրջ 1 տարի առաջ ադրբեջանական դատարաններում բեմադրած ֆարսը, որոնք անցնում էին առանց անկախ փորձագետների, իրավապաշտպանների, լրագրողների ներկայության։ Շոու դատավարությունները լուսաբանելու շնորհը նա միայն պետական լրատվական գործակալությանն էր արել։ Եվ այստեղ հարց է առաջանում, եթե այդքան փաստարկներ ունեն, ինչու մինչև վերջին շունչը կռիվ տվեց խաղաղության նախապայմանագրում միջազգային հայցերին հրաժարվելու դրույթ սահմանելու համար։ Ինչու իր այսպես կոչված ապացույցները չտարավ միջազգային դատարաններ։ Ֆրանս 24-ի լրագրողը ուղիղ է ձևակերպ։ Կարող եք ինչ-որ բան անել այս հարցում, պարոն Ալիև, հստակեցնում է ձեր լիազորությունների սահմաններում ժեստ ցույց տվեք։ Աշխարհի բաց աչքի առաջ խաղաղություն խաղացողը փաստորեն չի կարող։ Imagine after Second World War
Պատկերացրեք, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատավարությունից հետո եւ բոլոր այն նացիստ առաջնորդներից, որոնք դատապարտվել են մահվան, 2 ամսից ոմանք կգան եւ կասեն. «Խնդրում եմ, ազատ արձակեք նրանց»։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսն է վերջինը գնացել Բաքու խոսել հայգերիների մասին, Ալիևն էլ հաստատում է։ Նրա խոսքից մասնագետները տպավորություն ունեն, թե նույնիսկ կարողացել է Ջեյդի Վենսի հետ վերջնագրերի լեզվով խոսել, առնվազն այն պատճառով, ինչպես ներկայացնում է երկխոսությունը։ Փոխնախագահի հետ մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում այլ հարցերի շարքում նա նույնպես բարձրացրել է այս հարցը եւ ես արտահայտել եմ Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ եւ վերջ։ Հայերին նացիստ է կոչում մի երկրի առաջնորդ, ով փառքի արժանացրեց քնած հայ սպայի կացնահարողին։ Դիվանագիտական կոռուպցիոն հնարավոր ու անհնար ջանք գործի դրեց հանցագործ Սաֆարովին իր երկիր վերադարձնելու համար, որ հունգարական բանտի ճաղերի դառնության փոխարեն զինվորական բարձրաստիճան կոչման քաղցրությունը վայելի։ Ինչ վերաբերում է մերոնց դատական գործերին, բացառությամբ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Ալիևի դատարանը Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների եւ նրանց միասնական գործով անցնող քաղաքացիական անձանց վճիռներն արդեն կարել է, բայց Վարդանյանն արդեն վերջին խոսքն ասել է. «Փաստել, դատ չէր, այլ դատաստան»։ Եթե մեկը ստորանալու է մյուսի առաջ, ոչինչ չի ստացվի, ոչ մի խաղաղություն չի լինի։ Հույս ունեմ, որ մենք սա կգիտակցենք ու կհասկանանք, որ ամեն ինչ կախված է միայն մեզնից, ինքնավերականգնվելու, ինքներս մեզ հարգելու մեր կարողությունից, չկորցնելով այն գիտակցումը, որ մենք իսկապես պետք է ապրենք խաղաղության մեջ մեր տարածաշրջանում։ Բայց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը վերջնական ստորագրելու համար էլ Ալիևը պայման նախապայմանները չի փոխում, պահանջները, որ դրել է մեր երկրի առաջ, հետ չի քաշում։ Ասում է, սահմանադրությունը պետք է փոխենք, ըստ էության հրաժարվենք մեր անկախության հռչակագրից, երրորդ հանրապետության ծննդյան վկայականից, որտեղ ամրագրել ենք Արցախի հետ վերամիավորվելու ազգային նպատակը։ Ալիևի ողջ վարչակազմը հիմնված է հայատյացության, պատերազմի, հայերի նկատմամբ ատելության, զավթողական ծրագրերի հիման վրա։ Ալիևի վարչակարգը չի փոխվելու։ Որևէ պայմանագիր էլ չի ստորագրվելու ի հեճուկս, եթե մարդիկ որևէ ակնկալիք ունեն, որ վերջնական պայմանագիր Ադրբեջան չի ստորագրելու, որովհետև ինքը չունի իրական որևէ ցանկություն գնալ խաղաղություն։ Արցախցիների վերադարձի իրավունքն էլ, որը միջազգայինորեն ճանաչված է, Ալիևն ուզում է առևտրի առարկա դարձնել, այստեղ դարձյալ գործարքի առաջարկում ինքն էլ Հայաստան ուղարկում մտածածին, հնարավորի եւ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիներին, շեշտում է 100,000-ներին։ Բեղերի արանքով, կամահրանքով ու քմծիծաղով է Ալիևը պատասխանում հարցին, թե ինչպես է նա վերաբերվում Հայաստանի վարչապետի շրջանառության մեջ դրած խաղաղության խաչմերուկ նախագծին։ Սա Հայաստանի իշխանության պատկերացրած խաղաղության օրակարգի մի մասն է, որով նախատեսվում է Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացում, ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի կառուցում, Կասպից ծովը միջերկրականին կապող ուղու վերագործարկում, ծոցը Սև ծովին միացնելու հնարավորություն, խաղաղության խաչմերուկի մասին Ալիևն իր պատկերացումը ունի։ So-called peace crossroad. Ինչ վերաբերում է այսպես կոչված խաղաղության խաչմերուկին, ինչպես գիտեք, երբ նախագահ Թրամփը վերադարձավ, նա գործարկեց TRIP-ը։ Ուստի երբ նախագահ Բայդենը վերադառնա, նա կվերսկսի ձեր խաղաղության խաչմերուկը։ Այլ կերպ ասած, Ալիևը խոստովանեց, որ խաղաղության խաչմերուկ գոյություն չունի բանակցային սեղանին, անկախ այն հանգամանքից, որ Միացյալ Նահանգների նախորդ վարչակազմը այդպիսի մի փաստաթուղթ է ստորագրել հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության տեսքով։ Ըստ փորձագետների, Ալիևի նման խոսույթը հետաքրքրական էր նաև այն առումով, որ նա ցուցադրեց Ադրբեջանի իրական մտադրությունները։ Եվ սա չափազանց կարևոր է այն համատեքստում, երբ անընդհատ հայտարարվում է, թե Հարավային Կովկասում հաստատվել է երկարատև խաղաղության գործընթաց։ Սա չափազանց կարևոր արձանագրում էր այն իմաստով, որ Ադրբեջանը իր արտաքին քաղաքականությունը խաղաղության օրակարգի մասով նաև ինչ որտեղ պայմանավորում է այս կամ այն ադմինիստրացիայի հետ իր հարաբերություններով եւ իր ստանալիք շահերով։ Եվ պատահական չէ, որ TRIP-ը նա ուղիղ կապեց Թրամփի վարչակազմի հետ, իսկ Հայաստանի իշխանությունների կողմից այսպես ասպարեզ հանված, այսպես կոչված խաղաղության խաչմերուկը կապեց Բայդենյան վարչակարգի հետ։ Ըստ քաղաքագետների, Ալիևի խոսույթից կարելի է ենթադրել նաև, որ Վաշինգտոնյան նախաստորագրված համաձայնագիրը ակտուալ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ կա Միացյալ Նահանգների գործող ադմինիստրացիայի հետաքրքրությունը։
Հետագայում բնականաբար սա ազդակ է այն մասին, որ Ադրբեջանի շահերը եւ նպատակները կարող են կերպափոխման ենթարկվել եւ մենք կարող ենք տեսնել Հարավային Կովկասում բոլորովին այլ գործընթացներ եւ այլ դրամաբանություն, քան դա դրված է օգոստոս 8-յան համաձայնության մեջ։ Խաղաղության նախագիծն առաջացավ այն ժամանակ, երբ Ալիևը հայտարարեց, թե կբացի Սյունիքով անցնող այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Նաեւ ռազմական ուժի կիրառմամբ Հայաստանի իշխանություններն էլ ըստ փորձագետների փորձարեցին գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացնել խաղաղության խաչմերուկ նախագիծը իբրև թե ամբողջական ապա շրջափակման գործընթաց։ Հայաստանի առաջարկած խաղաղության խաչմերուկ նախագիծն ըստ փորձագետների այսպես կոչված թրիփի մասշտաբային մակարդակն է, որը պետք է ձգվեր հյուսիսից հարավ, արևմուտքից արևելք, ինչը չէր բխում Ադրբեջանի շահերից, եւ պատահական չէ, որ Ադրբեջանում սա նույնիսկ քննարկման առարկա չդարձավ։ Թե հանրային խոսքի մակարդակում, թե միջազգային ցանկացած հարթակում, դա Ադրբեջանի կողմից քննարկման առարկա նույնիսկ չդարձավ։ Corridor going through Azerbaijan. Եվ Մյունխենյան քննարկման ընթացքում Ալիևը մի քանի անգամ շեշտեց, որ լինելու է միջանցք, եւ որ այն անցնելու է Ադրբեջանով դեպի Հայաստան, Նախիջևան, Թուրքիա եւ Եվրոպա։ Այսինքն Ալիևը բացառում է, որ երկաթուղին Նախիջևանից մտնելու է Երասխ, այնտեղից հասնելու է Ախուրի, Գյումրի եւ հետո Կարս։ Եվրամիության հանձնակատար Կոսը եւս հայտարարեց, որ Թուրքիան դիմել է Կարս Նախիջևան երկաթգծի ֆիզիկական հնարավորությունը ուսումնասիրելու համար։ Եվրոպան այդ հարցում շահագրգռված է, ըստ փորձագետների, եթե այդ երկաթգիծը ավելի շուտ կառուցվի, քան բացվի հայ-թուրքական սահմանը, ապա հայկական երկաթուղին խաղից դուրս կմնա եւ կմնա միայն թուրք-ադրբեջանական ամերիկյան փաթեթավորմամբ թրիփի 42 կիլոմետրը։ Մարդու իրավունքների պաշտպանը վիճարկել է կենսաթոշակի վճարման սահմանափակման կարգը, շեշտելով, որ կենսաթոշակի զրկումը կամ սահմանափակումը չի կարող լինել կամայական ու պետք է համապատասխանի օրենքին։ Սահմանադրական դատարանը ընդունել է դիմումը քննության, իսկ ՄԻԲ-ը ընդգծել է, որ կենսաթոշակը համարվում է սեփականության իրավունք, որը հնարավոր է սահմանափակել միայն օրենքով եւ բացառիկ պայմաններում։ Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը փետրվարի 12-ից մտել է օրինական ուժի մեջ։ Արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով։ Ներքին գործերի նախարարությունը վերջին մեկ ամսում շարունակում է ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման եւ կամավոր հանձնման աշխատանքները։ Հունվարի 8-ից փետրվարի 12-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր բաժիններում քաղաքացիները կամավոր հանձնել են ինքնաձիգներ, որսորդական եւ ակոսափող հրազեն, ատրճանակներ, նռնակներ, ինչպես նաեւ հազարավոր փամփուշտներ։ Ոստիկանությունը կրկին կոչ է անում հանձնել ապօրինի պահվող զենք զինամթերքը քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2.403.6 ամերիկյան դոլարի ապրանք։ Armenpress-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է ադրբեջանական գործակալությունը, հողմանելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։ Նշվում է, որ դա Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0.11%-ն է կազմում։ Հայաստանը 2026-ի հունվարին Ադրբեջանից ներմուծել է 100 տոննա A92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք եւ 1800 տոննա A95 տեսակի բենզին։ Դա Ադրբեջանից Հայաստան ներմուծված վառելիքի երկրորդ խմբաքանակն էր։ Շուտով կլրանա երկրորդ ամիսը, ինչ գործում է բժշկական առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Համակարգի բացերը ընթացքում են բացահայտվում, հապճեպ գործարկումը բազմաթիվ խնդիրներ է առաջ բերել։ Մտավախություն կա, որ համակարգի թերություններն իրենց ավելի զգալ կտան ամիսներ անց, երբ ավարտված կլինեն ընտրությունները, բայց մինչև այդ on-line հարթակներում գրանցված տաքսու վարորդներն էին պահանջում իրենց համար եւս ստեղծել պայմաններ առողջության ապահովագրության համակարգում ընդգրկվելու համար։ Ինքը այդտեղ գիտակցում է, որ ես տաքսու վարորդ եմ։ Այդ ոնց է չի գիտակցում, որ ես մարդուն ես հարկում եմ որպես տաքսու վարորդ, դեպքում բերեք գրանցված աշխատող համարենք այդ մարդուն։ 5%, տեսեք, օրինակ, եթե ես կատարել եմ 1000 դրամի պատվեր, 50 դրամը գնում է պետությանը։ Վարորդները նշում են, որ բավականին շատ են աշխատում, սակայն on-line հարթակները էական տոկոսներ են գանձում տրված պատվերներից, այսինքն ստիպված են օրական 10-ից 12 ժամ աշխատել, որպեսզի մեքենայի վարձույթի գումարը հանած իրենց եկամուտ մնա։ Սկզբից առանց տոկոսեր, հետո 3-4% ու բարձրացավ կամաց, այս պահին տոկոսադրույքը մինիմալը կազմում է 25%։ Մի խոսքով վարորդների պահանջն այն է, որ գոնե վճարվող գումարի դիմաց գործատուն իրենց գրանցի, որպես աշխատող, պետությունն էլ իրենց վճարած տուրքը համարի հարկ ու գրանցի համընդհանուր առողջապահության համակարգում։ Այսօր վարորդներ կան վթարից, որը ինքն է դաժե չի խփել, մեղավորությունը իրան չի։ Եկել են խփել են, ոտը ջարդվել է, այսօր իր հաշվին ինքը ոչ բժշկական ապահովագրություն ունի,
բժիշկներին փող է տալիս։ Թող շեմ նշանակվի 150-200 որը եթե ես ամիսը քշում եմ 200,000, ուրեմն այդ ամսը ուրեմն ես համարվում եմ աշխատող։ Մեծ հաշվով համակարգը մշակողներն ի սկզբանե նշել են, որ տարիների ընթացքում այստեղ ընդգրկվելու են հանրության բոլոր շերտերը, սակայն հարցը այստեղ միայն վճարվող հարկերը չեն։ Համակարգը հիմա ենթադրում է կոնկրետ վճարումներ, որոնց դեպքում միայն անձը կարող է համարվել առողջապահության, համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու։ Բոլորն էլ ով որ գրանցված է, բացի իրանց կողմից վճարվող 20% եկամտային հարկից, վճարում են նաև 4800, 6000-ը վճարում է պետության կողմից։ Արդյոք տաքսու վարորդները պատրաստ են լրացուցիչ գումար վճարել այդ համակարգին միանալու համար։ Եթե տաքսու վարորդները պատրաստ լինեն նման քայլի, ապա անհրաժեշտ կլինի իրականացնել փոփոխություններ համապատասխան օրենսդրությունում, որպեսզի թե տաքսու վարորդները համարվեն գրանցված աշխատող, թե մշակվի մեխանիզմը, որով նրանցից ամսական կգանձվի 4800 դրամ ապահովագրական վճար։ Հայաստանում վերջին շրջանում կենսաթոշակները փաստացի չեն ավելացել, բայց պետությունը նոր կարգավորումներով փորձում է հասնել դրան։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտարարում են, եթե կենսաթոշակառուն իր թոշակը ստանում է քարտով, ապա նրա կենսաթոշակն ավելանում է։ Ըստ կառավարության քաղաքականության կենսաթոշակի աճ ապահովվում է ի հաշիվ անկանխիկ գնումներից ստացած հետվճարի։ Փետրվարին արդեն առաջին անգամ նոր դրույքաչափերով կհաշվի հետվճարը եւ առավելագույն չափը կկազմի 10,000 դրամ կամ կատարած անկանխիկ գործառնությունների 20%-ը։ Գերատեսչությունից կենսաթոշակառուներին հորդորում են հնարավորինս արագ բանկ ընտրել ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն տարբերակով, կնքել հաշվի սպասարկման պայմանագիր ու ստանալ կենսաթոշակային քարտը։ Այս գործողությունների վերջնաժամկետը մարտի 5-ն է։ Եթե մինչև այդ քաղաքացիները բանկ չընտրեն, դա իրենց փոխարեն կանի միասնական սոցիալական ծառայությունը։ Եթե քաղաքացին ի սկզբանե չի կարողանում բանկ այցելել, բանկային հաշվի քարտի թողարկումը պայմանագրի կնքումը իրականացվելու է տանը սուրհանդակային ծառայության միջոցով։ Սուրհանդակը կկապնվի այն հեռախոսահամարով, որը տրամադրելու է միասնական սոցիալական ծառայությունը, փորձելու է բանկի քարտի պայմանագրի եւ քարտի առաքումը իրականացնել տուն։ Եթե փորձը ձախողվի եւ հնարավոր չլինի բանկային քարտի թողարկման համար անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրել, այդ փուլում արդեն միասնական սոցիալական ծառայության աշխատակցի հետ միասին կայցելեն տուն ու կկազմակերպեն ամբողջ գործընթացը համատեղ։ Այս գործընթացը եւս իր մեջ խնդիրներ է պարունակում։ Հայաստանյան բանկերից ոչ բոլորն են քաղաքացիներին սուրհանդակային ծառայություններ մատուցում։ Այսինքն, եթե հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացին ընտրել է բանկ, որը չունի սուրհանդակային ծառայություն, փաստի առաջ է կանգնելու։ Խնդրի լուծման մեխանիզմներ դեռևս չի առաջարկում պետությունը։ Միասնական սոցիալական ծառայության հույսը բանկերի հետ գործընկերային հարաբերություններն են քաղաքացիներին հնարավորինս օժանդակելու համար։ Բացառապես անկանխիկ կենսաթոշակների վճարմանն անցնելուն նաև խոչընդոտում է այն հանգամանքը, որ ոչ բոլոր շահառուներն ունեն անձը հաստատող վավեր փաստաթուղթ, այսինքն գործընթացը դառնում է կրկնակի։ Պետք է նախ ձեռք բերել փաստաթուղթը, նոր բանկի հետ պայմանագիր կնքել։ Եթե այս քաղաքացիների շրջանակներում կլինեն անձինք, որոնք նույնպես կունենան տեղաշարժման սահմանափակումներ ու չեն կարողանա անձահաստատող փաստաթուղթը վավեր, անձահաստատող փաստաթուղթ ձեռք բերել մինչև ապրիլ ամիսը, մեր ներքին գործերի նախարարության գոլեգաների հետ միասին բանակցությունների արդյունքում համատեղ ջանքերով նրանց նույնպես անձահաստատող փաստաթղթի տրամադրման գործընթացը կիրականացվի անձնագրային շրջիկ անձնագրային կետերի միջոցով։ Անգամ տարեց կենսաթոշակառուները պետք է էլեկտրոնային փոստի հասցե ներկայացնեն կենսաթոշակը անկանխիկ ստանալու համար։ Եթե որոշ քաղաքացիների ենթադրաբար կօգնեն ընտանիքի մյուս անդամները, ապա իրավիճակը ավելի բարդ է միայնակ ապրող տարեցների դեպքում։ Ըստ անհրաժեշտության նրանց համար էլեկտրոնային փոստի հասցեներ կբացվեն միասնական սոցիալական ծառայության գրասենյակներում աշխատակիցների կողմից։ Փետրվարի 16-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Արարատի մարզում Մղջյան գյուղի վարչական տարածքում 48-ամյա Կարենը լադապրիորայով դուրս է եկել երթևեկելի գոտուց հայտնվել դաշտում։ Վարորդը տեղում մահացել է, օպերատիվորեն ժամանած փրկարարծարայության Արտաշատ Իրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործել նրա մարմինը մեքենայից դուրս բերելու համար։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ բարձվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ վարորդի
մարդաց վարորդի ինքնությունը։ Փետրվարի 16-ին Կոմիտասի պողոտա վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Նիսսանն ու Հոնդան։ Նիսսանի վարորդը տեղափոխվել է Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Եվ Կոտայքի մարզի հաշվառման քննական կենտրոն հասնելու համար վարորդները պետք է ունենան հմտություններ, որպեսզի շրջանցեն հսկայական փոսերը։ Մեքենաներն են վնասում, մյուս կողմից էլ փոսերը խոչընդոտ են դառնում այն քաղաքացիների համար, ովքեր եկել են գործնական քննություն հանձնելու։ Իսկ ճանապարհային դեպարտամենտի հիմնադրամից հայտնել են, որ հայտարարված մրցույթում հաղթող կազմակերպություն կա, պարզապես սպասում են եղանակը տաքանա նորոգման աշխատանքները սկսելու համար։ Ով այս փոսերը լավ անցնում է առանց խոչընդոտի։ Ոչ թե ավտոմեքենա վարելու վարորդական իրավունքի վկայականա ստանում, այլ նաև սամալոտ, նավ, մի խոսքով ինչ քշվում է դրա վարորդական իրավունքի վկայականը ստանում են։